Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 17։ Կամենում ենք Հիսուսին տեսնել, Հովհաննես 12:21 խոսք։ Աշխարհային մարդը մշտապես աղաղակում է. «Բարին ով ցույց կտա մեզ»։ Սաղմոս 4:6 խոսք։ Նա բավարարվածություն է փնտրում երկրավոր հարմարավետությունների, վայելքների եւ հարստության մեջ։ Սակայն կենդանություն ստացած մեղավորը միայն մեկ բարի բան է ճանաչում. «Օ եթե ես իմանայի, որտեղ գտնեմ նրան»։ Երբ նա իրապես գիտակցում եւ զգում է, որ մեղավոր է, եթե Հնդկաստանի ամբողջ ոսկին էլ թափեք նրա ոտքերի առջև, նա կասի. «Մի կողմ տարեք սա, ես ուզում եմ նրան գտնել»։ Մարդու համար մեծ օրհնություն է, որ նա կարողանում է իր ցանկությունները կենտրոնացնել մեկ նպատակի վրա։ Երբ նա 50 տարբեր ցանկություններ ունի, նրա սիրտը նմանվում է աստիճանաբար ճահճացող լճի, որտեղ գարշահոտություն եւ ամեն տեսակ հիվանդություն է տարածվում։ Բայց երբ նրա բոլոր ցանկությունները միավորվում են մեկ նպատակի հասնելու համար, նրա սիրտը մաքուր եւ զուլալ գետի է նմանվում, որ արագորեն հոսում է պարարտացնելու դաշտերը։ Երջանիկ է նա, ով ընդամենը մեկ ցանկություն ունի, եւ այդ ցանկությունն անձամբ Քրիստոսն է։ Եթե Հիսուսն է հոգու փափագը, ապա մարդու ներսում աստվածային գործ է կատարվում։ Այդպիսի մարդը երբեք չի բավարարվի սոսկ ծեսերով։ Նա կասի. «Ես Քրիստոսին եմ ուզում, ես պետք է նրան ունենամ սրտումս»։ Սոսկ ծիսակատարությունները օգուտ չունեն ինձ համար։ Մի առաջարկեք ինձ դրանք, որովհետև դուք դատարկ սափոր եք հրամցնում ինձ, մինչդեռ ես մեռնում եմ ծարավից։ Ջուր տվեք ինձ, այլապես ես կմեռնեմ։ Հիսուսն է իմ հոգու փափագը, ես անձամբ նրան եմ ուզում, ես կամենում եմ Հիսուսին տեսնել։ Արդյոք ներկա պահին քո կարգավիճակն այդպիսին է, թանկագին բարեկամ։ Արդյոք դու ընդամենը մեկ ցանկություն ունես, եւ դա Քրիստոսն է արդյոք։ Եթե այո, ուրեմն դու հեռու չես երկնքի թագավորությունից։ Արդյոք քո սրտի միակ ցանկությունն այն է, որ բոլոր մեղքերիցդ մաքրվես Հիսուսի արյունով։ Կարող ես անկեղծորեն ասել. «Ես կտայի ամեն ինչ ունեմ, միայն թե կարողանայի ճշմարիտ քրիստոնյա լինել։ Ես կհրաժարվեի ամենից, ինչ ունեմ կամ հույս ունեմ, որ կունենամ, միայն թե կարողանայի զգալ, որ սիրում եմ Քրիստոսին»։ Ուրեմն, չնայած քո բոլոր վախերին, քաջասիրտ եղիր։ Տերը սիրում է քեզ եւ շուտով քեզ համար լույս կբացվի, եւ դու կցնծաս այն ազատությունով, որով Քրիստոսն է ազատում մարդկանց որդիներին։